Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի ռուստադիտողներ, եթերում է մեր պատմություն հաղորդաշարը։ Այսօր մենք խոսելու ենք Աբդուլ Համիդյան ջարդերի մասին եւ քննարկելու ենք այն իբրև հայոց ցեղասպանության փուլերից մեկը։ Երկար ժամանակ մեր գիտակցության մեջ արմատավորվել է, որ հայոց ցեղասպանությունը պարզապես 1915 թվականով պետք է բնորոշենք, այսինքն միայն հայոց մեծ եղեռնի փուլով, այսինքն հայոց ցեղասպանության գլխավոր փուլով, բայց այս գործընթացը սկիզբ է առել դեռևս Աբդուլ Համիդ II-ի հայաջինչ քաղաքականության ընթացքում։ Հետևաբար այսօր մենք ներկայացնելու ենք ինչպես Աբդուլ Համիդ II-ը հանգեց այն քաղաքականությանը, որը ենթադրում էր հայերի բնաջնջում Օսմանյան կայսրության տարածքում։ Աբդուլ Համիդ II-ը սուլթան է դարձել 1876 թվականին, ընդամենը 34 տարեկան հասակում։ Սուլթանը սկզբնական շրջանում բավական բարդ իրավիճակի առաջ էր կանգնած, որովհետև Բալկաններում տեղի սլավոնական բնակչությունը հենց այդ շրջանում էր ներկայացրել բարենորոգումների անհրաժեշտությունը եւ այլևս չէր ցանկանում ընդունել Օսմանյան կայսրության այն քաղաքականությունը, որ ենթադրում էր քրիստոնյաների իրավահավասար կարգավիճակից ցածր իրավազուրկ կարգավիճակ Օսմանյան կայսրության կազմում, տվյալ դեպքում այդ սլավոնական ժողովուրդների բնորան տարածքներում, իրենց հայրենիքում։ Եվ այս շրջանում թվում էր, թե նոր երիտասարդ սուլթանը կարողանա որոշակի բարեփոխումների, ռեֆորմների միջոցով իր երկիրը դուրս բերել ցնցումնային շրջանից։ Եվ իսկապես որոշակի շրջանակներ սուլթանական արքունիքում այդպիսի ակնկալիքներ ունեին, եւ այդ ակնկալիքների շրջանակում էր տեղավորվում նաեւ սահմանադրական նախագիծ կազմելու ծրագիրը, այսինքն սուլթանի մեծ վեզիրին հանձնարարված էր կազմել նախագիծ, որով փաստորեն սահմանադրություն կմշակվեր, կներկայացվեր Օսմանյան կայսրությունում, կընդունվեր եւ դրանից հետո կայսրությունը կվերածվեր սահմանադրական միապետության։ Սակայն սուլթանը ինքը կասեցնում է այս գործընթացը եւ սրանից հետո Օսմանյան կայսրությունն ընկնում է բավական լուրջ ցնցումների մեջ։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ը սկզբնական շրջանում թվում էր, թե մեծ հաջողությամբ կարողանում է իր այս հետադիմական որոշումը բերել իրական օրակարգի, այսինքն կարողանում է ճնշել բալկանյան ժողովուրդների այս հուզումները եւ հատկապես բուլղարական շրջանում գնում է բավական մեծ արյունահեղությունների, բայց իրականության մեջ սա ունենում է ճիշտ հակառակ ազդեցություն, հակառակ էֆեկտ եւ ի վերջո 1877-78 թվականներին մխրճում է Օսմանյան կայսրությունը բավական մեծ պատերազմի մեջ ռուսական կայսրության դեմ։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ը ընդամենը մի քանի տարվա ընթացքում 1877-ից 82 թվականներին այնքան ձախողումներ է ունենում, որ փաստացի Օսմանյան ազդեցությունը դրանով ավարտվում է թե Բալկանյան թերակղզու մեծ մասում եւ թե Աֆրիկայի հյուսիսում։ Մասնավորապես նա Բալկանյան թերակղզում կորցնում է Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան, Բոսնիան եւ այնուհետեւ նաեւ Թեսալիա երկրամասը եւ սրանով փաստորեն դուրս է մղվում նաեւ Հունաստանի մեծ մասից։ Այնուհետեւ նա ձախողումներ է ունենում նաեւ այլ հատվածներում։ Միջերկրական ծովի արևելյան ափին նա կորցնում է օրինակ Կիպրոս կղզին եւ սա Բերլինի վեհաժողովին նախորդող գործընթացների արդյունքն էր։ Նա նաեւ կորցնում է Եգիպտոսը, կորցնում է նաեւ Թունիսը եւ այս շարունակական ձախողումները բերում են նրան, որ նա դուրս է մղվում Աֆրիկայի հյուսիսից, միջերկրական ծովի արևելքում մնում է միայն Լևանտի շրջանը, արևելյան ծովափը եւ Կիպրոս կղզին կորսված է, Էգեյան ծովափի եւս մի մասից դուրս է մղվում, Բալկանյան թերակղզուց գրեթե ամբողջովին է դուրս մղվում եւ այս շարունակական ձախողումներից հետո իհարկե Օսմանյան կայսրությունում քաղաքական նոր օրակարգ պետք է ձևավորվեր։ Թվում է, թե այս ամենից հետո Սուլթան Աբդուլ Համիդ II-ը պետք է շրջահայացություն դրսևորեր եւ իրագործեր Բերլինի վեհաժողովում ստորագրված տրակտատի 61-րդ հոդվածը եւ դրանով նախատեսված բարենորոգումները տեղի ունենային Արևմտյան Հայաստանում եւ հայերի անձն ու գույքը ի վերջո ապահովեր թեկուզ եւ ինչպես ձևակերպված էր փաստաթղթում
իբրև թե չերքեզների եւ քրդերի հարձակումներից անվտանգությունն ապահովելով։ Բայց սուլթանը որոշեց գնալ ճիշտ հակառակ ուղղությամբ եւ մտածելով, որ եթե հայերի որոշակի պահանջներ իրագործվեն, այդ պայմաններում նրանք Արևմտյան Հայաստանը եւս կկորցնեն, ինչպես Բալկանները կորցրին եւ ինչպես Հյուսիսային Աֆրիկայում իրենց ունեցած տարածքները կորցրեցին։ Դրա համար նրանք որոշեցին գնալ լիովին այլ օրակարգով։ Հակառակը բարենորոգումների փոխարեն Արևմտյան Հայաստանում ավելի կոշտ մոտեցումների օրակարգով որոշեցին շարժվել եւ ինչպես Օսմանյան կայսրության վերնախավի գաղափարական հայրերից մեկը Քամիլ Փաշան էր ասում, պետք է իրենք Բալկանների սլավոնների օրինակով օծ չսնուցեին եւ այնպես նույն ճակատագիրը Հայաստանը չունենար, ինչ որ բալկանյան ժողովուրդներ, այսինքն իրենք մտածում էին իբրև թե բալկանյան ժողովուրդների նկատմամբ բան էլ մեղմ են վարվել եւ եթե այդ նույն մոտեցումը իրենք դրսեւորեն արևմտահայերի պարագայում, ապա Արևմտյան Հայաստանը եւս կանկախանա եւ իրենք կկորցնեն նաեւ այս հատվածը, այսինքն իրենց ասիական տիրույթները եւս կկորցնեն։ Եվ բնականաբար նույն Քամիլ Փաշան այնպիսի կոշտ մոտեցման հետևորդ եւ կողմնակից էր, որ արևմտահայերի իրավունքները պետք է ավելի սահմանափակել եւ այնպես անել, որ հայերի կենսական պայմանները նվազագույնի հասնեն եւ հայերը երբևէ չմտածեն ձևավորելու նորից ազատության, անկախության օրակարգ կամ նույնիսկ չմտածեն բարենորոգումների իրագործելիության մասին։ Նախ Սուլթան Աբդուլհամիդ II-ը առաջին սահմանափակումը դնում է գաղափարական դաշտում։ Արդեն 1880-ականների սկզբից, դեռ 80 թվականից առաջին սահմանափակումներն են։ Արգելվում է Հայաստան բառի կիրառությունը։ Հայկական ինքնության հետ կապված բազմաթիվ բառեր եւ սիմվոլներ արգելվում են։ Օրինակ, հայկական միջավայրում արգելք է դրվում Արարատ լեռան հիշատակության վրա։ Եվ բնականաբար խնդիր է դրվում, որ արևմտահայերը Արարատ լեռը հայկական ինքնության հետ չկապեն։ Իսկ այդ ժամանակ հիշեցնեմ, որ Արարատ լեռը սահմանային էր եւ գտնվում էր Արևելյան Հայաստանի կազմում, այսինքն ռուսական կայսրության կազմում էր եւ լեռնագագաթից մյուս կողմ ընկած ավելի դեպի արևմտյան լանջերը նոր տեղավորվում էին Օսմանյան կայսրության սահմաններում։ Եվ այս նոր իրողությունների պայմաններում հաջորդ խստացումները վերաբերում էին հայկական դպրոցներում ուսումնական ծրագրերին։ Խիստ սահմանափակումներ են դրվում պատմության ծրագրերում, հայոց պատմության ուսումնառությունը, հայոց եկեղեցու պատմություն ուսումնասիրելը, այս ամենը լրջագույն սահմանափակումների է ենթարկվում եւ ծրագրային վերանայումներ են կատարվում, այսինքն կառավարությունը, Օսմանյան իշխանությունները միջամտում էին նաեւ բովանդակության հարցերին եւ թույլ չէին տալիս այնպիսի հարցերի մասին անդրադարձ կատարելու, որի արդյունքում հայերի մոտ կարող էր ազգային ինքնագիտակցությունը այնպիսի հարցերի պահանջարկ ձևավորել, որ օրինակ հայերը պարտադիր իրենց պատմական անցյալի պես նորից պետք է ունենային պետություն։ Բնականաբար այս սահմանափակումները բերում էին նաև հակադարձում եւ այն կամայականությունները, հարստահարումները, անձ եւ գույքի ապահովության բացակայությունը, որ կար Օսմանյան կայսրության պայմաններում, այս ամենի խստացումը բերում է հակադարձ ռեակցիայի։ Սկիզբ է առնում օրինակ հայդուկային շարժումը, որպես ճարահատյալ դրսևորում հայ երիտասարդ տղաները ինչ որ մի վրիժառու գործողություն էին կատարում, օրինակ իրենց հարազատների կամ հարազատ բնակարարի նկատմամբ իրագործված անարդարությունների դիմաց վրեժ էին լուծում համապատասխան թուրք կամ քուրդ պաշտոնյայի նկատմամբ եւ այնուհետեւ հեռանում էին լեռներ եւ պարտիզանական պայքար էին մղում։ Եվ սա առաջին հակադարձող դրսևորումներից մեկն էր, քանի դեռ հայ ազատագրական շարժումը չի մտնում կուսակցությունների կողմից համակարգվելու փուլ, այսինքն պետք է ավելի ուշ ձևավորվեն կուսակցությունները միայն 1880-ականների երկրորդ կեսին եւ արդեն փորձեն ինչ որ ընդհանուր օրակարգ ձևավորել։ Այսինքն գործողությունների առաջինը դիմել է Օսմանյան կառավարությունը հայերի նկատմամբ ավելի կոշտ մոտեցումների եւ ոչ թե հակառակը, ինչպես այսօր պնդում է թուրքական պատմագիտական միտքը, իբր հայերը հայդուկային շարժում էին սկսել, դրա համար էլ իրենք սահմանափակում արեցին։ Ճիշտ հակառակը, իրենք սկսեցին ավելի կոշտ մոտեցումներ ցուցաբերել եւ եղավ դրան հակառակ ռեակցիա հայկական միջավայրում։ Եվ խնդրեմ, այս կոշտացումները արդեն տեղերում այնպիսի սուր դրսևորումներ են ստանում,
որ Օսմանյան իշխանությունները Աբդուլ Համիդ II-ի հրամանով որոշում են ստեղծել զինված խմբեր, հեծյալ խմբեր, ընդ որում հիշեցնեմ, որ հայկական միջավայրում բացառությամբ Սասունի եւ Զեյթունի արգելված էր օրինակ սովորական բան ձի հեծնել եւ զենք կրել, այս մոտեցումները եւս լուրջ սահմանափակում են եւ ահա քրդական հիմնականում քրդերից հավաքագրվող հեծյալ խմբեր էին ստեղծում եւ այս հեծյալ խմբերը 1891 թվականին որպես արդեն պաշտոնական կարգավիճակ ունեցող զինված խմբեր ստանում են Համիդիե ջոկատներ անվանումը։ Նրանք հիմնականում հենց հայերով բնակեցված տարածքներում Արևմտյան Հայաստանի հարակից տարածքներում գործողությունների մեծ ազատություն էին ստանում եւ 1891 թվականից սկսած նա ակտիվորեն սկսում է Համիդիե ջոկատներին օգտագործել Արևմտյան Հայաստանում օրակարգ ձևավորելու հարցում։ Նրանք պատժիժ գործողություններ էին իրականացնում, նրանք կարող էին մի քանի անգամ նույն հարկային պարտավորության հետևից պաշտոնյաների հետ միասին այսպես ասած համենալ հայկական բնակավայրեր եւ բնականաբար այս միջավայրը ամենևին էլ չէր ապահովում հայության համար ապագայի որևէ հնարավորություն։ Եվ հենց այս միջավայրում է, որ հայ ազատագրական շարժման ղեկավարությունը հանգում է այն եզրակացության, ներառյալ հնչակյան կուսակցությունը, հայեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, որ պետք է Բերլինի վեհաժողովով եվրոպական տերությունների ստանձնած պարտավորությունները իրականություն դարձնել, այս ամենի դեմ, այս անարդարության դեմ որոշակի շարժումներ, օրինակ ցույցեր կազմակերպելով, օրինակ նույնիսկ ապստամբական ելույթներ ունենալով, որով եվրոպական պետություններն իրենց ուշադրությունը կհրավիրեին խնդիրների վրա եւ կկանգնեցնեին այն ահավոր դրսևորումները, որ սուլթանական կառավարությունն այդ փուլում դրսևորում էր հայերի նկատմամբ։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը շատ ավելի կոշտ դրսևորումներ է ստանում 1894 թվականից։ Փաստացի այս թվականի վերջին ամիսներին թե Կոստանդնուպոլսում եւ թե արևմտահայկական մի շարք գավառներում Օսմանյան իշխանություններն անցնում են ուղիղ բնաջինջ գործողությունների։ Եվ պատահական չէ, որ հայոց ցեղասպանության եւ հայկական հարցի պատմության խնդրով զբաղվող մասնագետները դեռևս տասնամյակներ առաջ քննարկելով հայոց ցեղասպանության փուլաբաժանման խնդիրը եւ հայոց ցեղասպանության թվագրման խնդիրը եկել են այն եզրակացության, որ հայոց ցեղասպանությունը սկսվել է 1804 թվականին եւ դրա առաջին կարևոր փուլը Աբդուլ Համիդ II-ի կողմից իրականացված ջարդարարական գործողությունների փուլն է, որը ստացել է ընդհանրական անվանում Համիդյան ջարդեր ձևակերպմամբ։ 1894-ից 96 թվականներին այս ջարդարարական գործողությունները ընդգրկել են փաստացի ամբողջ Արևմտյան Հայաստանը եւ Օսմանյան կայսրության բոլոր հայաշատ կենտրոնները։ Եվ այստեղ միայն առանձին դրսևորումներն է, որ հաճախ քննարկվում են թուրքական պատմագիտության կողմից եւ մեղավորությունը փորձում են նորից նետել հայերի դաշտ։ Առանձնացնում են 1894 թվականի Սասունի ապստամբությունը, 1895-ից 96 թվականների Զեյթունի ապստամբությունը եւ նույն թվականին Վանի ինքնապաշտպանությունը եւ ներկայացնում այս ամենը իբրև հայերի համար հրաշալի պայմաններ էին եւ հայերը հանկարծ կանգնեցին, որոշեցին պայքար մղել իրենց դեմ, կարծեք ոչնչից, հայերը այնպես խելագարներ էին եւ որոշել էին դիմել ինչ-որ անհասկանալի ապստամբության հրաշալի ապրելով Օսմանյան կայսրության պայմաններում։ Մինչդեռ այս շարքի մեջ օրինակ երրորդը Վանի դեպքերը դասական ինքնապաշտպանության օրինակ էին, երբ հունիս ամսին 3 ազգային կուսակցությունները մի կողմ դնելով գաղափարական տարաձայնությունները միավորվեցին այն վեհ նպատակի շուրջ, որ պետք է ապահովեն իրենց քաղաքի Վան քաղաքի ինքնապաշտպանությունը իրենց դեմ ուղարկված կանոնավոր զորքերի եւ Համիդիե զորախմբերի հարձակումից։ Սա իհարկե հենց Համիդյան ջարդերը կոնկրետ Վան քաղաքում կանխելու նպատակով էր։ Բայց ինչպես գիտենք, այստեղ խաբկանքի մոտեցում կիրառվեց, համոզեցին այստեղ գտնվող մեր զինված ազատագրական շարժման ներկայացուցիչներին, որ պետք է նրանք դուրս գան քաղաքից եւ տեղափոխվեն Պարսկաստան, որպեսզի ապահովի, իբրև թե ապահովի քաղաքի հայության անվտանգությունը։ Այսինքն խոստում էր տրվում, որ ոչինչ չեն կանի, եթե դուք ուղակի հեռանաք։ Եվ երբ նրանք հեռանում են, սահման չհասած նրանց շրջապատում եւ կոտորում են։
Ընդամենը մի քանի տասնյակ 30-ից չհասնող մարդիկ են փրկվել այս ջարդարական գործողությունից, որի համար հաջորդ տարի պետք է հայաստանական շարժման ղեկավարությունը խանասորի արշավանքը կազմակերպի եւ վրեժ լուծի այս ջարդարական գործողությունը իրականացնողներից։ Ընդհանուր առմամբ Աբդուլհամիդ II-ի կողմից կազմակերպված այս շուրջ երկամյա ջարդերի ընթացքում զոհ գնացին 300,000 հայեր։ Եվս 300,000 հայեր ստիպված եղան հեռանալ Օսմանյան կայսրության սահմաններից։ Նրանց մոտ կեսը տեղափոխվեց ռուսական կայսրության տարածք, այդ թվում Արևելյան Հայաստան, մյուս կեսը տեղափոխվեց եվրոպական երկրներ, անգամ Լատինական եւ Հյուսիսային Ամերիկա։ Այս առումով ստացվում է, որ շուրջ 3 միլիոնանոց հայ բնակչությունը Օսմանյան կայսրությունում կրճատվում է մոտ 600,000-ով եւ այստեղ իհարկե մենք պետք է նկատի ունենանք, որ այս 300,000 թիվը հաշվարկված չէ այն հայտնի 1.5 միլիոն թվի մեջ եւ 1.5 միլիոն զոհերը մեր հայոց ցեղասպանության մեծ եղեռնի փուլի նահատակներն են 1915-16 թվականներին եւ այս թիվը առաջին անգամ հաշվարկվել եւ ներկայացվել է հանրությանը գերմանա-հայկական ընկերության ղեկավար նշանավոր հայասեր արևելագետ Յոհաննես Լեպսյուսի կողմից, այսինքն նրա այդ 1.5 միլիոն հաշվարկի մեջ չի մտել Ավիդյան ջարդերի փուլը, միայն 1915-16 թվականների մեր նահատակներն են ընդգրկված։ Դրա համար իհարկե եղել են հետազոտողներ, ովքեր առաջարկել են հայոց ցեղասպանության զոհերի թվաքանակի մեջ ներառել նաև այս 300,000 թիվը եւ նաև մյուս բոլոր ջարդարական գործողությունների թվերը, զոհերի թվերը, որ ընդգրկում է 1894-ից սկսած մինչև ցեղասպանության ավարտական փուլ, նույնիսկ մինչև 1923 թվական այս առումով ընդգրկելով փաստորեն բոլոր ջարդարական գործողությունների մեր զոհ հայ նահատակներին։ Համիդյան ջարդերի փուլը առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ Օսմանյան իշխանությունները բացահայտ գնացին հայերի զանգվածային ոչնչացման ճանապարհով։ Նույնիսկ սուլթանական կառավարությունը չէր թաքցնում իր այս մոտեցումը տարբեր հարցազրույցների ժամանակ, անգամ դիվանագիտական տարբեր հարթակներում իրենց բանակցությունների ժամանակ նրանք չէին թաքցնում, որ արևմտահայերին որոշակի պայմանական ասած դաստիարակչական մոտեցումներ էին իրենք ցուցաբերում։ Այս աստիճան փաստորեն սանձարձակ ձևակերպումներ էին օգտագործում եւ մյուս կողմից նաև միջազգային հարաբերություններում ստեղծված նոր իրադրություններ սրա համար նպաստավոր։ Ձևավորվել էր ուժերի նոր բալանս։ Մենք տեսնում ենք, որ մի կողմից 1879-ից 82 թվականներին նոր եվրոպական մեծ տերությունները, գերմանական կայսրությունը, ավստրո-հունգարական կայսրությունը եւ իտալական թագավորությունը ձևավորել էին հաստորեն նոր դաշինք, եռյակ դաշինք, որը հայտ էր ներկայացրել եվրոպական նոր աշխարհակարգում թելադրող լինելու։ Դրան զուգահեռ մենք ունենք մի նոր իրավիճակ, որ նախկինում խիստ մրցակցային պայմաններում գտնվող Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Թագավորությունը իրար հետ փորձում են ձևավորել միասնական օրակարգ, որպեսզի զսպեն այդ եռյակ դաշինքի ընդարձակմանը, բայց նրանց միջև դեռևս դաշնակցային լիարժեք հարաբերություններ հաստատված չեն եւ որոշակի մրցակցություն է պահպանվում։ 1894 թվականին ռուսական կայսրությունում նոր կայսր Նիկոլայ II-ը նույնպես շատ զգուշավոր մոտեցումներով էր աչքի ընկնում եւ ցանկություն չուներ այդ փուլում ներքաշվելու Օսմանյան կայսրության դեմ պատերազմում։ Եվ բոլոր այս գործոնները իհարկե օգտագործում էր Օսմանյան կայսրության սուլթանը։ Հաշվի էր առնում նաեւ ֆրանսիական ընկերությունների, բրիտանական ընկերությունների բիզնես հետաքրքրությունները Օսմանյան կայսրության տարածքում։ Օգտագործում էր այն մոտեցումը նաև, որ փորձում էր արդեն եռյակ դաշինքի, այսինքն գերմանական այդ նոր դաշինքի երկրների հետ մերձենալ եւ իբրև թե նրանց շահերը առաջ տանել իր պետությունում, դարձնել առաջնային, այս բոլոր գործոնները համադրելով փորձում էր նաև ստանալ միջազգային բավական հարմարավետ իրադրություն հայերի նկատմամբ կոշտ մոտեցումները այնպես անելու, որ նրանք չնկատեն կամ չնկատելու տան ավելի ճիշտ։ Ստացվում է, որ Համիդյան ջարդերը տեղի ունեցան մի այնպիսի իրավիճակում, երբ որ նույն Բերլինի 1878 թվականի հուլիսի 1-ին ստորագրված տրակտատի ստորագրող կողմ պետությունները ձայն չէին հանում, առանձին դեպքերում էին միայն միջամտում եւ հետեւողական չէին լինում, որ որևէ գործողություն իրականացի։ Օրինակ 1894 թվականին
երբ որ Սասունում տեղի ունեցան ջարդարարական գործողություններ եւ օգոստոսին սոսկալի ջարդերին զոհ գնաց 7-ից 10,000 հայ, առանձին հաշվարկներ նույնիսկ մինչև 13,000, այո, մի կողմից առաջ մղվեց մայիսյան բարենորոգումների ծրագիրը, որտեղ մայիս ամսին էր փաստաթուղթը ներկայացվել, դրա համար այդ ձևակերպումը ստացավ հաջորդ տարվա մայիսին, բայց նույն պետությունները հետամուտ չեղան, որ հոկտեմբերին, երբ որ արդեն սուլթանը խոստացել էր, որ այո, դրանք իրականացնի, իսկապես իրականացնի։ Եվ այդ պահանջով ցույցի ելած հայ մարդկանց Կոստանդնուպոլսում ուղղակի կրակահերթով դիմավորեց սուլթանական ադմինիստրացիան եւ ոստիկանությունը։ Ստացվում է, որ Համիդյան ջարդերը այդ ժամանակ թե միջազգային իրադրության պայմաններից ելնելով, թե հասարակության ներսում, Օսմանյան կայսրության ներսում եղած իրադրությունից հաստորեն բխելով որևէ ձևով չէին սահմանափակվում։ Համիդյան ջարդերը ցույց տվեցին, որ հայերը չէին կարող ակնկալել իսկապես Բերլինի վեհաժողովի 61-րդ հոդվածով նախատեսված բարենորոգումները եւ այդ օրակարգը այլևս իրատեսական չէր։ Հետաբար պետք էր ձգտել Օսմանյան կայսրությունից դուրս փնտրել անձի եւ գույքի ապահովության տեսլականը, այսինքն ազգագրական շարժման նոր գաղափար պետք է գար մեջտեղ, նոր մարտավարություն եւ դա իհարկե համընդհանուր զինված պայքարի մարտավարությունն է հետագայում դառնում, որի մասին խոսելու ենք մեր առաջիկա հաղորդումներից մեկի ընթացքում։ Իսկ այսօրվա մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։